Պարոն Չախոյան, դուք նույնպես միացել եք քաղբանտարկյալների դեմ իրականացվող ճնշումներին, այսօր նստացույց են իրականացնում, ձեր պահանջը ո՞րն է։ Իմ պահանջը տվյալ դեպքում, քանի որ տվյալ նստացույցը վերաբերում է մասնավորապես միակ քաղբանտարկյալ կին Լիդիա Մանթաշյանին, պահանջը հետևյալն է, որ այս անօրինական քաղաքական ճնշումների արդյունքում, գոնե հաշվի առնեն այդ միակ հանգամանքը կին քաղբանտարկյալի, որ իրեն ազատ արձակեն, ճիշտ է, լավ կլիներ, որ մնացածին էլ, բայց քանի որ խոսքը վերաբերվում է մասնավորապես միակ կին քաղբանտարկյալի եւ պատմության մեջ նույնպես միակ եզակի դեպքն է, այդ առիթով, որ ազատ արձակեն։ Չնայած անկախ ամեն ինչ էլ, անկեղծ ասած, մեծ հույսեր էլ չունենք։ Հույսեր չունեք, որ ձեր պահանջը կբավարարվի։ Այո, հույսեր չունենք, քանի որ իսպառ ժողովրդավարությունը մենք տեսնում ենք արդեն վերացվել է, քաղաքացիների ժողովրդի ձայնը իշխանության համար այլևս լսելի չեն, բայց համենայն դեպս հնարավոր բոլոր միջոցները կփորձենք հանրային կերպով հանրությանը ցույց տալով, որ ժողովրդավարություն չկա եւ այդ ճակերտավոր ժողովրդավարության հետևներում նման քաղաքական ճնշումներ են իրականացնում։ Լիդիա Մանթաշյանը դատարանում իր ելույթում նշել էր, որ նա գիտի, թե ինչի համար են իրեն պահում փակի տակ, քանի որ նա պաշտոնյաների մասին տեղեկությունների է տիրապետել։ Սա ինչպես է որակում, ինչու է իշխանությունը նրան այս կերպ պատժում, չնայած բոլոր 18-ին Լիդիա Մանթաշյանի կալանքով պատժում։ Տեսեք, անկեղծ ասած Լիդիա Մանթաշյանի տվյալ հայտարարությանը ես որևիցե կերպ չեմ կարող մեկնաբանել ամենալավ ձևով արդեն մեկնաբանել է, ես կարող եմ ենթադրություններ անել, որ այսօրվա իշխանությունները ճնշումներ են իրականացնում այն անձանց կողմ, ում ձայնը լսելի է ու հանրային մեծ աղմուկ է առաջացնում փաստահեն փաստերին, այդպիսով պայմանավորված գալիք ընտրությունների հետ կապակցությամբ, որ ԿՊ-ի իշխանության վարկանիշը, որ ավելի անկում չանցնի, փորձում են բռնաճնշելով, ձերբակալելով, ազատությունից զրկելով խոսքի իրավունքը զրկում են։ Անկեղծ ասած, նույն պատմությունը, ինչը որ տեղի է ունենում, քաղաքական ճնշումները ինձ հետ էլ է տեղի ունենում, ես շատ լավ գիտեմ այդ մեխանիզմները ոնց են աշխատում եւ չեմ բացառում, անկեղծ ասած, որ մոտ ժամանակներում էլ նույն մեթոդներ իմ հանդեպ կիրառվի, օրինակ ինձ գան ձերբակալեն, խոսքի պայմանական, չգիտեմ, Իսկանդերի կոդերը, գաղտնի այդ կոդերը իմ տնից գան հանեն, էլի, սենց ու իրականում էլի, տեսեք, բռնաճնշում եթե չհամարվեր, օրինակ ընդունենք հանցագործություն ելներ, մենք տեսանք 18 ձերբակալներից արդեն քանի հոգու ազատ են արձակել։ Հասկանում եք, այսինքն այդ ամեն ինչի հետևում, այսինքն իրավական հիմքերը փլուզվում են։ Այսինքն բլոգերին ազատ արձակեցին ինչի համար, որ նա ձվածեղ էր պատրաստում, այսինքն ուղղակի փուչիկ սենց բերել ոչ իրավական, բայց հանրությանը ներկայացնում են իրավական հիմքերով ձերբակալում, բայց ազատ են արձակում։ Ու հենց ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ ձերբակալումը էլ ավելի մեծ աղմուկ է ունենում, իսկ ազատ արձակելը ոչ այդքան։